Առաջին հերթին անդրադառնամ մարդու պաշտպանի մանդատի եւ մեր լիազորությունների մի քիչ ավելի մեծացնեմ հարցը մեր կարգավիճակի, անկախության, հանգամանքի եւ այլ հարցերի առնչությամբ միանշանակ է, որ թե հանրային իրազեկվածության մակարդակը, թե մի շարք այլ դերակատարների կողմից իրազեկվածության մակարդակը բավականին ցածր է եւ կուզենամ այսպես տարբեր հարթություններով անդրադառնալ այս հարցին նոր անցնել ուսումնական հաստատություններին, որովհետև այստեղ կարծես թե խնդիրը լուծվել է, քանի որ հարցը ես անմիջապես կոմունիկացրել եմ կրթության նախարարին եւ կարծես թե այս մասով մենք այս փուլում խնդիր չունենք, բայց ամեն դեպքում սկսեմ երևի թե սկզբից, որքան էլ որ պարադոքսալ չթվա, շատ պետություններում մարդու իրավունքների պաշտպանի մանդատի վերաբերյալ թյուր պատկերացումները, միջամտելու փորձերը առաջին հերթին լինում են գործադիր իշխանության եւ քննչական կամ իրավապահ մարմինների կողմից։ Հայաստանի Հանրապետությունում մենք ունենք շատ պարադոքսալ իրավիճակ, որովհետև մենք ընդհանրապես չենք առնչվում օրինակ գործադիր իշխանության կողմից, թե ղեկավարի, թե ընդհանրապես գործադիր իշխանության կազմի կողմից մեր գործունեությանը միջամտելու փորձերի, իրավապահ մարմինների հետ շատ կառուցողական է համագործակցություն այն առումով, որ երբևէ չի եղել մի իրավիճակ, իսկ իրավիճակների մեծամասնությունում մենք լրիվ հակադիր դիրքերում ենք եւ լրիվ հակառակ դիրքորոշումներ ունենք, որևէ կերպ գործունեությանը միջամտելու եւ այլն, բայց մենք այս առումով հատկապես մարդու իրավունքների պաշտպանի մանդատի անկախության սկզբունքի գործունեությանը չմիջամտելու եւ այլ հարցերի տեսանկյունից որոշ խնդիրներ ենք, ոչ թե խնդիրներ ենք ունենում, այլ արձանագրում դրանք, հատկապես առանձին անկախության սկզբունքի հիման վրա գործող մարմինների տեսանկյունից եւ դա է պատճառը, որ այս տարվա կտրվածքով մեզ համար լինելու է առաջնահերթություններից մեկը իրազեկվածությունը հատկապես այս մարմինների համար բարձրացնելը։ Ընդ որում ուզում եմ հատուկ նշել, որ Եվրոպայի խորհուրդը մի քանի անգամ Ստրասբուրգում քննարկման առարկա է դարձրել շատ հրապարակային եղանակով տարբեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների վերաբերյալ իրազեկվածության եւ պաշտպանվածության հետ կապված հարցերը եւ հատուկ արձանագրել է, որ տարբեր երկրներում շարունակում է ցածր մնալ նաեւ պետական մարմինների շրջանում իրազեկվածությունը եւ կոչ է արել պետություններին, որպեսզի այս աշխատանքը չլինի միայն մի փաստատության աշխատանք, այսինքն պետությունը ինքը իրազեկի տարբեր պետական մարմիններին իր շրջանակում գործող մարդու իրավունքների պաշտպանի մանդատի առնչությամբ եւ այս առումով ես կարծում եմ, որ առաջիկա անելիքները հատկապես պետք է կենտրոնացված լինեն նաեւ այս հարցերի քննարկման համատեքստում։ Ուսումնական հաստատությունների առումով մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքը հստակ սահմանում է, որ մարդու իրավունքների պաշտպանը իրավասություն ունի իրականացնելու այցեր, այդ թվում չհայտարարված ցանկացած կազմակերպություն, որտեղ կարող են գտնվել երեխաներ եւ հաշմանդամություն ունեցող անձինք։ Մենք եթե չեմ սխալվում, նախորդ տարի է 1-2 դեպք ենք ունեցել, երբ չհայտարարված այցի ընթացքում ուսումնական հաստատությունը ընդհանրապես չի հասկացել, թե ինչ այց կարող ենք անել, հատուկ պահանջ է ներկայացրել, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանը նախապես իրենց տեղեկացրած լինի այցերի մասին, եւ մենք այս հարցը նույնիսկ հրապարակային ենք կոմունիկացրել եւ նաեւ սրա վերաբերյալ իհարկե նորից եմ կրկնում կրթության նախարարին ես պաշտոնապես եմ նաեւ այս հարցի հետ կապված տեղեկատվությունը փոխանցել, կարծես թե խնդիրը այս պահին վերացված է, բայց մեկ անգամ էլ սա կարևոր առիթ է հատուկ շեշտադրելու, որ մարդու իրավունքների պաշտպանը կան մի շարք հաստատություններ, որտեղ ունի անարգել մուտքի իրավունք, ընդ որում խոսքը պաշտպանի մասին չէ, որովհետև իմ մասով չեն եղել խնդիրները, մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների մասով են խնդիրները եղել, բնականաբար պաշտպանի մասով Հայաստանում վերջին տարիներին որևէ խնդիր չունենք, տարբեր հաստատություններ անարգել մուտքի առումով, ինչը նշեմ օրինակ տարիներ առաջ եղել է, որովհետև տարիներ են եղել, երբ օրինակ քննչական մարմնում է հենց մարդու իրավունքների պաշտպանի մուտքը չի ապահովվել եւ այլն, սա շատ լուրջ խնդիր է եղել։ Հիմա մենք ընդհանրապես չունենք նմանատիպ խնդիր, բայց պաշտպանի ներկայացուցիչների առումով տպավորություն է եղել ուսումնական հաստատություններում, որ պետք է օրինակ որևէ պետական մարմին տեղեկացված լինի այդ այցի մասին, թույլ տա նոր ներկայացուցիչները հնարավորություն ունենան մուտք գործել հաստատություն
նորից եմ իրազեկում այս հարցի առնչությամբ ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանը, այլ նաև մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները պետք է մուտքի հնարավորություն ունենան ընդ որում չհայտարարված այցերի տեսքով սա է կարևորը այն բոլոր հաստատություններ, որտեղ կարող են գտնվել երեխաներ եւ հաշմանդամություն ունեցող անձինք, փակ հաստատությունների մասին չասեմ, որովհետեւ իմ լիազորությունների շրջանակներում մենք երբևէ խնդիր չենք ունեցել քրեակատարողական հիմնարկներ, ԶՊՎ-ներ կամ հոգեկան առողջության կենտրոններ մուտքի հնարավորության հետ կապված, կարծում եմ շատ լավ իրազեկված են այս մարմինները հենց պաշտպանի մանդատի լիազորությունների եւ կարգավիճակի մասին Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման անհրաժեշտության առումով նշեմ, որ ես շատ հրապարակային եմ եղել այդ առումով, մարդու իրավունքների պաշտպանի հիմնական մանդատը ադվոկացիոն մանդատ է, հա, միջազգային պայմանագրերի առումով եւ այս տեսանկյունից ես այդ թվում հաշվի առնելով այն ամբողջ թիրախավորման դաշտը, հա, որ հենց այս հարցը բարձրացնելու հրապարակային բարձրացնելու արդյունքում անընդհատ արկա է լինում, միևնույնն է ես շատ հրապարակային եմ խոսել այս խնդրի վերաբերյալ գրեթե բոլոր միջավայրերում, այո, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը ես կարծում եմ, որ տարբեր իրավունքների, այդ թվում ընտանեկան բռնության կանխարգելման, կանանց իրավունքների երաշխավորման, երեխաների իրավունքների տեսանկյունից ինչու՞ չէ առաջնահերթությունը չափազանց կարևոր է, այս մասով ադվոկացիա եմ արել գրեթե բոլոր պետական մարմինների հետ հաղորդակցության համատեքստում, ադվոկացիան արել եմ շատ հրապարակային, հանրային շատ լայնածավալ իրազեկումներ ենք արել մենք քաղաքացիների համար, որովհետև մեր իրազեկման աշխատանքները շատ լայնծավալ են կրել, օրինակ նույն նախորդ տարի միայն 1000-ից ավելի երեխա է ընդգրկվել մեր իրազեկման արշավների շրջանակներում եւ այդ իրազեկման արշավների ընթացքում պարտադիր քննարկվող հարցադրումներից մեկը հենց նաեւ կանանց իրավունքներ, երեխաների իրավունքներ, ընտանեկան բռնության կանխարգելում, հետևաբար նաև Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված հարցերն են եղել։ Միանշանակ հիմա այլ լավ հնարավորություն է նորից արձանագրելու, որ Ստամբուլյան կոնվենցիայի հետ կապված շատ են թյուրընկալումները մեր հասարակական միջավայրում, ընդհանրապես ձևախեղված է ներկայացվում դաշտը, ավելին դրան նպաստում է այն, որ այդ հակաքարոզչությունը, չասեմ, հա, միայն կոնվենցիայի, ընդհանրապես ընտանեկան բռնության ու կանանց իրավունքների պաշտպանության գործիքների դեմ շատ դեպքերում տանում են նաև մասնագիտական համայնքների ներկայացուցիչները, ինչը ավելի է մեծացնում խնդիրը, եւ այստեղ միանշանակ է, որ մենք բոլորս համատեղ ուժերով չպետք է վարանենք այս խնդրի վերաբերյալ խոսելուց, պետք է հրապարակային լինենք այս հարցերի հետ կապված եւ պետք է հասնենք նրան, որ այս գործիքները, ընդ որում անկախ նրանից թե այդ գործիքները ինչ անվանում ունեն, որտեղ են արձանագրված, իրենք պետք է պատշաճ կիրառություն ստանան, այդ թվում մեր հանրապետությունում, իսկ մեր մասով իրազեկման աշխատանքները երեխաների մասով իհարկե թիվը նշեցի, բայց մեր այցերը շատ մեծ ծավալ են կազմել, համարյա ամենտեղ մենք այս մասով իրազեկում իրականացրել ենք։